Թեև հայերն այս քաղաքում ամենասիրված ազգության ներկայացուցիչները չեն, այնուամենայնիվ մեր հայրենակիցների ձեռներեցության եւ հնարամտության մասին այստեղ առասպելներ են շրջանառվում եւ բացասական եւ դրական տոնայնությամբ։ Բնականաբար հայաստանցիների մեծամասնությունը զբաղված է արտագնաց շինարարական աշխատանքով, իսկ տեղաբնակները փոքր ու միջին բիզնեսով, հիմնականում առևտրի եւ սպասարկման ոլորտում։ Սա հայի պատկանող սննդի օբյեկտ է, աշխատակիցը վրացի է, վաճառվող հացատեսակն ու ուտեստները հիմնականում վրացական, իսկ հարևանությամբ աշխատող երիտասարդը Նիկիտա Ֆյոդորովը Բելարուսից է, նա նույնպես արտագնա աշխատանքի է եկել Մոսկվա, քանի որ ինչպես ինքն է նշում, ռուսները лав են ապրում միայն խոշոր քաղաքներում, իսկ գավառներում վիճակը շատ ավելի վատ է, քան ասենք Բելարուսում կամ Հայաստանում։ Тебя полагается только, чтобы ты раздал вот это? Нет, я не только раздаю. Вот же у меня основная реклама. То есть мне платят за то, что я стою в этом переднике. Вот. А уже вот это вот то, что я говорю, это как бы вспомогательное. То есть говорю к тому, чтобы люди знали, где это находится, что это находится. Ну и буклеты, также тут номер телефона, допустим, стоимость цветов. Եթե Հայաստանի հետ համեմատենք, Բելարուսում սոցիալական վիճակը բավականին լավ է, սակայն երիտասարդները ձգտում են դեպի մեծ քաղաքներ, նշում է Նիկիտան, իսկ հայրենիքում մնում են տարեցները, որոնք զգալի բարձր կենսաթոշակ են ստանում։ То есть здесь я могу, грубо говоря, работать на одной работе, где буду получать столько, сколько я буду работать, допустим, либо там без выходных, либо на двух работах. То есть у меня было в практике, что я работал на заводе и плюс еще подрабатывал в магазине грузчиком. Մոսկվայում կան նաև հայ ազգի խոշոր ձեռնարկատերեր, ովքեր բիզնեսում լուրջ հաջողություններ են արձանագրել։ Ծալքավոր ստվարաթղթե տարաների արտադրական Սոյուզ ձեռնարկությունը ղեկավարում է Իգոր Զարգարյանը։ Գործարանը հիմնադրվել է 1925 թվականին, 1990-ականներին վերազինվել է նոր տեխնիկական միջոցներով։ Ավելի ուշ նոր սարքավորումներ են ներկրվել եվրոպական հայտնի ընկերություններից։ Вес рулонов 2–2,5 тонны. Цикл непрерывный. То есть устанавливается на раскаты и заходит в гофропресса. Заходит с одной стороны картон, с другой стороны бумага, которая превращается в гармошку и приклеивается к нашему сырью. Пойдемте дальше. Սերգեյ Զապասնին ձեռնարկության տեխնիկական տնօրենն է, ըստ նրա այս պահի դրությամբ Սոյուզը համարվում է Մոսկվայի գոֆրոկարտոն արտադրող ամենամեծ ձեռնարկությունը։ Ռուսաստանի ամենահզոր նման գործարանների յոթնյակում է։ Շուրջ 180 աշխատակից հերթափոխով աշխատում են շուրջօրյա ժամանակացույցով։ Всего вместе с административными сотрудниками порядка 320 человек у нас. У нас своя котельная, у нас свой ремонтно-механический участок, у нас свой штат электрики, механики, слесаря, сантехники. То есть все, что требуется для обслуживания такого большого хозяйства. Да. Գոֆրոկարտոնը կամ ծալքավոր ստվարաթուղթը արդյունաբերական ապրանքների փաթեթավորման ամենահարմար միջոցն է, քանի որ թեթև է, միաժամանակ ամուր, նաև էկոլոգիապես մաքուր։ Լինում են 2, 3, 4, 5 շերտանի, նաև միկրոգոֆրոկարտոններ, որոնք կարելի է անհատական պատվերներով ընտրել ցանկացած չափի։ Հոսքագծում ջերմաստիճանը +200 է եւ մամլիչի ազդեցության տակ շերտերը սոսնձվում են։ Далее двухслойный картон идет по столу и проходит на склеивающую машину, где происходит склейка третьего слоя. И у нас уже выходит трехслойный картон. Также мы можем делать пятислойный картон, то есть это под нагруженные ящики, то есть там 5 слоев присутствует. Գերմանական հոսքագիծը գործարկվել է 2004 թվականին, իսկ ֆրանսիականը արտադրում է, պատրաստում, նաև սոսնձում բազմաշերտ բարդ գոֆրոկարտոններ, որոնք օգտագործվում են չափերով մեծ կենցաղային տեխնիկայի փաթեթավորման համար։ В среднем линия может производить от 80 до 100 тысяч ящиков за смену, в зависимости от сложности и в зависимости от тиражности ящика. Համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, ձեռնարկությունում նվազագույնի է հասցվել ձեռքի աշխատանքը։ Физический труд сведен к минимуму, то есть
все управляется компьютерами, с помощью компьютеров. Все сотрудники работают с опытом работы от 3 до 7-8 лет. Мы с вами находимся в помещении, где располагается сердце нашей машины. Из этой пультовой проводятся регулировки и настройки всей машины в целом. Машина длиной 115 метров, но управляется все вот из этого небольшого кабинета. Ձեռնարկությունը 6.5 հեկտար տարածք է զբաղեցնում, արտադրական տարածքը 7000 քառակուսի մետր է առանց պահեստների, իդեպ պահեստներում գտնվող պատրաստի ապրանքն առանձին մակնշվում է և տեղափոխվում միայն ծածկագիրը պատճենահանելուց հետո։ Маркируются специальными бирками, на которых написана полностью информация, что это за ящик, на какой линии делается, какое количество, площадь каждого листа картона, который уложен в этой пачке. Они строго сложены на нашем промежуточном складе. Այս ձեռնարկության պատվիրատու են հանդիսանում տասնյակ հանրահայտ ընկերություններ, նրանց շարքում եղել է նաև հայկական մեկ ընկերություն, որը հետագայում դադարեցրել է համագործակցությունը։ Սոյուզի ապրանքաշրջանառությունը սակայն դրանից չի տուժել, չի նվազել նաև ձեռնարկության հայ ազգի ղեկավարի հայկական ընկերությունների հետ գործնական կապեր հաստատելու ցանկությունը։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Gala News, Մոսկվա։